Սիրելի հավատավոր քույրեր ու եղբայրներ, այսօր արտաքսման կերակին է, տարվա մեջ մեկ անգամ մենք օր ունենք, երբ որ խորապես փորձում ենք ներթափանցել մեր կյանքի, մեր գոյության ամենից կարևոր հիմքերը, հասկանալու համար այն ճշմարտությունները, որոնք մեզ անհրաժեշտ են, սիրելիներս, մեր հոգևոր կյանքը ճշմարիտ կերպով կառուցելու եւ ճիշտ ապրելու համար։ Եվ իսկապես մենք կարիք ունենք բարբերաբար գալու գիտակցության, սիրելիներս, կարիք ունենք հասկանալու, թե ուր ենք մենք գտնվում մեր հոգևոր ճամփորդության մեջ։ Որտեւ Արարիչ Աստված, երբ որ ստեղծեց ամբողջ տիեզերքը, աշխարհը դրեց օրինաչափության մեջ։ Ամեն ինչ որ գոյություն ունի, ինչի մեջ կա կյանք, այդ ամենը, սիրելիներս, ունի իր մեջ օրինաչափություն, սահմանումներ, որոնք հենց ի վերուստ Աստծո կողմից տրված են։ Եվ դա անժխտելի է։ Մարդիկ կարող է կասկածեն հեղինակի վերաբերյալ, թե ով է դրել այդ օրինաչափությունը, բայց այդ օրինաչափությունը ամեն ինչի մեջ կա։ Առավել ևս կա մարդկային կյանքում, եւ երբ որ մենք նայում ենք ամբողջ տիեզերքին, պիտի տեսնենք, պիտի խոստովանենք, որ ամեն ուրեք գործում է այդ օրինաչափությունը եւ առանց դրա տիեզերքը չէր ապրի, գոյություն չէր ունենա, ուղղակիորեն ոչինչ կդառնար։ Երբ որ նայում ենք մարդկային կյանքի, պիտի ասենք, որ միակ վայրը, որտեղ որ չի իրագործվում Արարչի ծրագիրը, միակ վայրը, որտեղ որ չի գործում այն օրենք, որ Աստված սահմանել է, դա մարդկային սիրտն է, դա մարդ արարածն է, ամբողջ տիեզերքի մեջ։ Եվ ինչն էր խնդիրը առաջին մարդկանց, մենք բոլորս ընթերցում ենք հաճախ Ծննդոց գրքի պատմությունը եւ տեսնում ենք, որ կարծես թե Աստված մարդու հետ չուներ ոչ մի խնդիր։ Նույնպես եւ մարդը Աստծո հետ խնդիր չուներ։ Կար ներդաշնակություն եւ դրա գրավականը մարդու կողմից Աստծուն ճանաչելն էր եւ այդ օրինաչափությունը ճանաչելն էր եւ դրա մեջ մարդու կյանքի կերտումն էր։ Եվ մեծ հաշվով մարդը Աստծո հետ չուներ խնդիր, սակայն խնդիր ուներ Աստծո խոսքի հետ։ Աստծո խոսքի իրագործման հետ։ Մարդը ապրում էր Աստծո ներկայության մեջ, լսում էր Աստծո կենթանի շունչը, Աստծո քայլերը դրախտային իրականության մեջ եւ չուներ խնդիր Աստծո անձի հետ, բայց փաստորեն խնդիր ուներ Աստծո պատվիրանի կամ Աստծո խոսքի հետ, Աստծո այն կանոնների հետ, որ նա հաստատել էր ամենուրեք։ Եվ այդ խոսքին չվստահելու արդյունքում մարդը խզեց իր կապը իր կյանքի աղբյուրի հետ։ Մարդը դարձավ իր արմատներից կտրված մի ծաղիկ, որը թեև տալիս է որոշակի բուրմունք, կյանք ունի ինչ-որ ժամանակով, երբ որ նա արդեն օտար միջավայրում ջրի մեջ է դրված, բայց այդ կյանքը այլևս սահմանափակ է, ինչ-որ չափով է եւ մարդը գնում է դեպի արդեն մարդը դարձավ մահկանացու, որտեվ այդ կապը կտրվեց։ Եվ իսկապես, երբ որ նայում ենք մարդկային կյանքի, ոչ միայն այդ մարդու կյանքի ժամանակավոր լինելու խնդիրն, այլ մարդու ամբողջ գոյաբանական պայքարը պայմանավորված է նրանով, որ մարդը իր տեղում չէ։ Մարդը այնտեղ չէ, որտեղ որ պիտի լիներ, ըստ Աստծո սահմանված կարգի։ Աստծո օրենքը չգործեց մարդու պարագայում եւ մարդը դուրս եկավ այդ ներդաշնակ կանոնական կյանքից, ճշմարիտ կենցաղից, ճշմարիտ կյանքից։ Մարդը դարձավ այդ ներդաշնակությունից աքսորված, որը պատկերավոր կերպով նկարագրված Ծննդոց գրքում բարու եւ չարի գիտության ծառից այդ ճաշակելու արգելքը խախտելու տեսքով, որոնք գեղեցիկ պատկեր է հասկանալու համար, թե մարդը որտեղ է, կարծես թե հոգևոր քարտեզ է, որը ցույց է տալիս մարդու հեռավորությունը իր բնակավայրից, իր բուն էությունից։ Այո, մարդը աքսորված է եւ ոչ թե մարդը ուղղակիորեն, այլ ես եւ դուք։ Այսօր
շարունակում ենք մեր աքսորի ճամփան։ Մենք աքսորված ենք Աստվածային դրախտից։ Մենք ունենք մեր մեջ այդ աքսորված դրախտի հիշողությունը, մեր գենի մեջ, մեր էության խորքերում ձգտում կա դեպի ավելի լավը։ Մարդը միշտ փորձում է իր կյանքը ինչ-որ ձև զարգացնել, ինչ-որ ավելի մեծ բաների հասնել։ Մարդը կարոտ ունի իր հոգում, մարդը ծարավ ունի իր հոգում, եւ այդ ծարավը այլ բան չէ, քան կորցրած դրախտի արձագանքը մարդու հոգու ամայության մեջ։ Եվ կարծես թե ամեն ինչ մեզ այդ մասին հուշում է, բայց մենք շարունակաբար չենք ուզում դա տեսնել եւ ընդունել։ Ամեն բան այդ մասին խոսում է մեր կյանքում։ Տեսեք, մարդը նույնիսկ բնության մեջ համերաշխ չէ։ Ամեն մի կենդանի գտնում է իր գոյատևելու պայմանները, ոչ ոք չի ստեղծում ինչ-որ յուրահատուկ պայման, այլ իր մարմնով, իր տեսակով հարմարվում է։ Մարդը չի հարմարվում, արդեն հազարավոր տարիներ մարդը իր տեղը չի գտնում։ Մենք նույնիսկ ցրտից պաշտպանվելու համար կարիք ունենք հատուկ հագուստներ ստեղծելու, կրելու, տակածուցիչ սարքեր հորինելու, բայց այդուհանդերձ մենք բնության հետ հաստ չենք։ Մենք մեզ համար հարմարավետ պայմաններ ենք ստեղծում, փոխադրման միջոցներ ենք ստեղծում, հարմարություն ենք ստեղծում արհեստական կերպով, ինչը ցույց է տալիս, որ մենք մեր տեղում չենք։ Ես եւ դուք, սիրելիներս, մեր բնական վիճակի մեջ չենք։ Իսկ մեր բնական վիճակը նկարագրված է Սուրբ գրքում, այն է, որ Աստված մարդուն ստեղծելով իրան դրեց երանության վայրում։ Դրախտային իրականության մեջ, որտեղ որ նա ներդաշնակ էր բնության մեջ, նույնիսկ հագուստի կարիք չուներ, ասում մերկ էին եւ չէին ամաչում։ Կատարյալ ներդաշնակության մեջ էին, սակայն կատարյալ չէին իրենց բնույթով։ Որտեղ Աստված ամեն ինչ ստեղծեց 6 օրյա ընթացքում, բայց մարդու արարչագործությունը մնաց մի փոքր անավարտ։ Երբ որ ուշադիր ընթերցում ենք Ծննդոց գրքի տողերը, տեսնում ենք, որ ասվում է, որ Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով։ Սակայն Աստծո ծրագրի մեջ գրված է, որ ստեղծենք մարդուն մեր պատկերով եւ նմանությամբ։ Ասում Աստված իր պատկերով ստեղծեց, բայց նմանությունը մարդուն չտվեց։ Մարդը պիտի ձեռք բերեր նմանությունը Աստծուն, Աստծո խոսքը կատարելու միջոցով, Աստծուն հնազանդվելու միջոցով, Աստծուն նմանվելու միջոցով։ Եվ այդ իսկ պատճառով Աստված դրեց պատվիրան եւ արգելք։ Այդ իսկ պատճառով ասեց, որ բոլոր ծառերից ճաշակեք, այս մի ծառից մի ճաշակեք, որպեսզի մարդը կարողանա զարգանա, հասնի իր արարչագործության լրմանը, հասնի իր կատարելությանը։ Եվ միայն մարդու պարագայում, որ Աստված ասում է, որ ինչ-որ բան լավ չէ։ Ամեն ինչ ստեղծում է, երկինքը, երկիրը, կենդանիներին, ծովային կենդանիներին, ամեն ինչ, թռչուններին, ասում է, Աստված տեսավ, որ ամեն ինչ շատ լավ է։ Որ մարդուն ստեղծում է, առաջին արդեն մենք այստեղ տեսնում ենք խնդիր Աստված։ Լավ չէ, որ մարդը մենակ լինի, իր համար կին ստեղծենք, այսինքն մարդու պարագայում առաջին ժխտական բառն է գալիս Սուրբ գրքում։ Լավ չէ, որ մարդը միայնակ լինի։ Եվ մարդը չհասավ իր արարչագործության լրմանը։ Ձեռք չբերեց Աստծո նմանությունը, սիրելիներս։ Եվ դա դարձավ մարդու կյանքի բուն նպատակը, Աստծո պատկերը իր մեջ կրելով ձեռք բերել Աստվածային նմանությունը։ Սակայն մարդկային պատմությունը ցույց է տալիս այն, որ մենք այդպես էլ չկարողացանք վերադառնալ եւ վերստեղծել մեր ներդաշնակությունը Աստծո հետ։ Մենք գիտակցում ենք, որ այս աշխարհում կան օրենքներ, սիրելիներս, մենք գիտակցում ենք, որ ֆիզիկական օրենքները գործում են։ Կա, չգիտեմ, ձգողության ուժի օրենքը, որը եթե մարդը բարձր տեղից ընկնի, կվնասվի, կջախջախվի։ Մարդը դրան հավատա թե չհավատա, այդ օրենքը գործում է։ Եթե ձեռքդ տնես կրակի մոտ, կվարվի։ Ջուրը իր հատկություն ունի, կրակը իր հատկություն ունի, տաքը եւ ցուրտը իրենց հատկություններ ունեն եւ դա սահմանված արարչի կողմից։ Ամբողջությամբ նույնը նաեւ կա մարդկային հոգեվոր դաշտում։
Կան օրենքներ, որոնք Աստված սահմանել է, որպեսզի մարդը հասնի ներդաշնակության, գտնի իր խաղաղությունը։ Ինչքանով որ գործող ձգողության ուժ, այդքանով գործում են նաև աստվածային օրենքները հոգևոր կյանքում, որ պիտի մարդու կյանքը համապատասխանի աստվածային ծրագրին, մարդը պիտի ձեռք բերի նմանությունը Աստծուն։ Եվ մինչև որ նա այդ ներդաշնակ տիեզերական ծրագրի մեջ մուտք չգործի, ինքը այդ ամբողջ ներդաշնակ գեղեցկությունից աքսորված է, դուրս է, զուտ է, եւ մենք այսօր եւս ապրում ենք մեր աքսորի ճանապարհը։ Եվ մեծ պահքը մեծ հնարավորություն է տալիս դա գիտակցելու գոնե։ Եկեղեցու փակ վարակույրը, փակ պատարագը խորհրդանշում են դրախտի փակ ճանապարհը, որտեղ խորանը Աստծո արքայության խորհրդանիշն է եւ մենք զրկված ենք այսօր կենաց ծառից ճաշակելու հնարավորությունից։ Հա, մենք տեսնում ենք, որ պատարագը մատուցվում է, բայց մենք մասնակից չենք։ Մեր եւ Աստծո միջև կա միջնորդ խնդիր կա։ Եվ այդ վարակույրը խորհրդանիշն է այդ խնդրի եւ մեր նպատակն է այդ խնդրի լուծումը գտնել այս 40 օրերի ընթացքում, սիրելիներս։ Մենք պիտի կարողանանք գտնել հնարավորություն մեր կյանքում աստվածային խոսքը իրագործելու, կատարելու։ Մենք խնդիր չունենք մեծ հաշվով Աստծո հետ։ Մենք խնդիր ունենք Աստծո խոսքը կատարելու հետ։ Բոլորս էլ, չգիտեմ, ամենից անգիտակից վիճակում ժողովրդական քրիստոնեության մակարդակում ասում եմ Աստված ջան, Աստծո զորությանը մեռնեմ։ Խոսքեր կան, որոնք մարդիկ մշտապես արտացոլում են եւ ում էլ հարցնեք հիմնականում մարդը խնդիր չունի Աստծո գոյության հետ։ Ասում Աստված ջան։ Մարդու մեջ կա այդ Աստծո ներկայության զգացումը, շատ թեքիչ։ Բայց խնդիրը ինչու՞մ է։ Այդ Աստծուն ճանաչելու եւ իր խոսքը իրագործելու, իր խոսքը կյանքի կոչելու մեջ։ Իր խոսքը դարձնելու կյանքի ճանապարհ եւ ուղի դեպի վերադարձ, դեպի աստվածային գեղեցիկ ներդաշնակ եւ իրական կյանքը։ Եվ մենք այսօր ապրելով մեր այս վտարումը դրախտից, այսօր գիտակցելով մեր աքսորված լինելը, պիտի հասկանանք, որ այդ աքսորը մեր վերջնագիրը չի, այդ աքսորը մեր դատապարտությունը չէ, այդ աքսորը մեզ տալիս է Քրիստոսով հնարավորություն վերադառնալու ավելի մեծ իրականության մեջ։ Սուրբ Հովհաննես Ոսկեբերյանը ասում է, որ մարդը թեև զրկվեց դրախտից, բայց Աստված ավելի մեծ հնարավորություն տվեց մարդուն մուտք գործելու Աստծո արքայություն, որը հավիտենական է, որը անփոփոխ է, որտեղ որ մարդը կհասնի իր կյանքի լրմանը։ Եվ ճանապարհը այդ վերադարձի խաչի միջոցով է։ Եթե դրախտի ճանապարհը փակվեց եւ այնտեղ դրվեց հրեշտակը, Քիրովբեն եւ Հրեղեն սուրը, ապա Քրիստոս այդ ճանապարհը վերստին բացեց իր խաչի միջոցով։ Եվ մեզ համար այդ ճանապարհը բացահայտվում է հենց խաչի միջոցով, սիրելիներս, երբ որ մենք մեր կյանքը դարձնում ենք խաչի ուղի, խաչի ճանապարհ։ Եվ մեզ համար նախ եւ առաջ այդ խաչը բոլոր պարագաներում մեզ համար դժվար, անցանկալի, մեր հարմարվետության վիճակից դուրս գալու միջոցով Աստծո խոսքը իրագործելու մեջ է, սիրելիներս, դա է մեր վերադարձի ճանապարհը։ Երբ որ մարդը սկսում է կատարել Աստծո պատվիրանները, Աստծո խոսքը, մարդը վերգտնում է Աստծո արքայությունը։ Մարդը արդեն իսկ այստեղ մուտք է գործում այդ արքայության մեջ։ Եվ մենք այսօր կարիք ունենք դա քաջաբար գիտակցելու։ Մենք այսօր մեր աքսորը գիտակցելու կարիք ունենք եւ Աստծուն վերգտնելու կարիք ունենք։ Նա բաց դռներով, բաց սրտով սպասում է մեզ, երբ որ մենք գանք այդ գիտակցությանը։ Երբ որ մենք հրաժարվենք Աստծո արքայությունը կամ դրախտի հաճույքը փոխարինող բոլոր միջոցներից։ Ինչի համար է պահքը, որպեսզի արհեստական միջոցները, որոնք
կանչված են մարդու կողմից փոխարինելու դրախտի երջանկությունը, այդ արհեստական միջոցները մենք վերացնենք։ Ոչինչ մեզ չի տա, սիրելիներս, իրական երջանկություն, ոչ գումարը, ոչ մարմնական հաճույքը, ոչ փառքը, ոչ այս աշխարհում եղած ոչ մի բան մեզ չի վերադարձնի դրախտային իրականությունը, սիրելիներս, ոչ մի բան։ Մեզ կարող է վերադարձնել միայն քաջ գիտակցումը եւ դեպի Աստված մեր վերադարձը։ Այդ իսկ պատճառով մենք մեծի պահոց ընթացքի մեջ հրաժարվում ենք այս աշխարհի կողմից պարգևած հաճույքներից, որպեսզի իրական հաճույքը Աստծուն վերադարձնենք մեր կյանք եւ պահքից հետո եւս շարունակենք մեր իրական կյանքը։ Հրաժարվենք կեղծից եւ գանք դեպի ճշմարտություն։ Հրաժարվենք սուտ արժեքներից եւ վերադառնանք դեպի իրական արժեքներ, որոնք Արարիչ Աստված դրել է արարչագործության մեջ, դրել է մարդու մեջ նույնիսկ։ Այդ ուսումնասիրեք մարդկային կյանքը կհասկանաք, որ մարդու մեջ մեծ մասամբ ինչ որ կատարվում է, արդեն իսկ օրինաչափ կերպով կատարում է առանց մարդկային գիտակցին։ 99% բոլոր գործընթացների մարդու մարմնի մեջ, մարդու մտքի մեջ կատարվում է առանց մարդու գիտակցության, հա։ Վայրկյանական մի քանի հազար քիմիական եւ ֆիզիկական գործողություններ են տեղի ունենում մարդու մեջ, որոնք հնարավորություն են տալիս մեզ ապրել, հա, մարդու մեջ տարալուծում են տարատեսակ նյութերը, քիմիական ռեակցիաներ են տեղի ունենում, հազարավոր գործընթացներ, որոնցից մենք տեղյակ չենք։ Աստված դա դրել է մեր մեջ, եթե դա չգործեր, եթե եւս մենք ընտրողաբար դա անենք, մենք կմեռնենք, չենք ապրի որպես մարդ։ Դա գործում է Աստծո ծրագրով, Աստծո նախախնամությամբ եւ մենք դրա շնորհիվ ապրում ենք։ Մի տոկոսից ավելի քիչ երևի։ Աստված տվել է մարդուն, որպեսզի նա որոշի։ Բարին գործի թե չարը, կյանքը ընտրի թե մահը, Աստծուն ընտրի թե դատարկությունը։ Այդ 1%-ն է, որ մեզ տրված եւ այդ 1%-ն է, որը թունավորել է ամբողջ մեր կյանքը, այդ 1%-ն է, որ չի ուզում հնազանդվել Աստվածային ճշմարտությանը եւ Աստծո խոսքին եւ Աստծուն բերել մեր կյանքից ներս։ Եվ այդ 1%-ը մենք պիտի այս պահոց ընթացքում կարողանանք հնազանդեցնել Աստվածային ճշմարտությանը։ Մաքրվել այս աշխարհի կեղծ արժեքներից, դրախտի բոլոր կեղծ պատկերներից, այս աշխարհի պարգևող հարմարավետ կյանքից, որը մեզ շեղում է, մեզ բթացնում է, մեզ մոռացնել է տալիս այն, որ մենք դրախտի զավակներ ենք եւ մեր կյանքը վերադարձի ճանապարհը դեպի Աստված, դեպի իր արքայությունը։ Եթե Աստված մեզ իմաստություն եւ ուժ տա, գիտակցել նախ եւ առաջ, ապրել մեր վերադարձի ճանապարհը, մեր մեջ քաջություն, իմաստություն, ուժ գտնել Աստվածային կատարյալ օրենքը դարձնելու մեր կյանքի ճանապարհը, մեր կյանքի նշանաբանը, ապրել դրանով, երջանիկ լինելով նրանով, որ մենք Աստծո հետ ենք եւ Աստված մեզ հետ է։ Ինչին թող արժանացնի ձեզ Տերը, թող ամրացնի ձեր սրտերը իր ճշմարտությամբ, ուղղի ձեր շավիղները դեպի կորուսյալ դրախտի վերադարձը։ Եվ Աստվածային սերը, շնորհը եւ ամենառատ ողորմություն թող լինի բոլորիդ հետ։ Այսօր եւ հավիտյանս ամեն։